Տիգրան 1 տարի է անցել այս իրադարձությունների, այս միջադեպերի հետևանքով կա հարուցված քրեական վարույթ, 16 մեղադրյալներ կան, գործը, եթե չեմ սխալվում, դատարանում է, բայց դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար։ Բայց առաջին հարցը, ինչպես եք դուք գնահատում ոստիկանության գործողությունները, արդյոք դրանք իրավաչափ էին։ Իհարկե ոչ իրավաչափ են, իհարկե այսպես ասենք չափը անցած են եւ տեսեք գիտեք ինչն է հետաքրքիր մարտի 1-ին ոստիկանությունը ըստ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների որոշ դեպքում կիրառել է որոշակի հատուկ միջոցներ, որոնք ժամկետանց էին եւ նաեւ մեղադրում են ոստիկանությունը, որ օգտագործելով այդ ժամկետանց ոչ սարքին միջոցները դա բերել է մարդկային զոհերի եւ վիրավորումների։ Հիմա փաստորեն այս անգամ ժողովրդի դեմ կիրառվել են միջոցներ, որոնք ընդհանրապես անօրինակ են եւ չպետք է կիրառվեն։ Զավեշտալին է, որ հետո հետին թվով իրենք ճանաչվեցին որպես օրինական եւ այստեղ ինչն է հետաքրքիր, ինչու իրենք մեղադրում են նախորդ իշխանությանը, փաստորեն իրենք էլ արեցին, ինչ մոք իրենք ասում են, որ գնդակներն էին փոխել եւ այլն, հա, ինչ որ գնացել են ուրիշ բան էին կրակել, փաստացի այն ինչ որ իրենք չեն կարողանում ապացուցել, իրենք նույնն դա արել են եւ այստեղ նաև մեկ փաստն է շատ կարևոր, հատկապես դուք այնտեղ եք, որ նպատակաուղղված կրակել են լրագրողների վրա, այսինքն մենք որոշ հիշում ենք այդ կադրը, հա, որ նռնակը ձայնային ընկնում է հենց լրագրողների կողք եւ դա մեկ նռնակ չէ, դա մի քանի նռնակ էր, որոնք այնտեղ ընկան։ Փաստացի ոստիկանությունը կրակել է նաև լուսաբանող լրագրողների, որոնք որևէ վտանգ ոստիկանության համար չեն ներկայացնում, բայց այդպիսի հրաման էր տրված եւ ինչն է նաև հետաքրքիր այն քար դրությունը, հա, իրենց իրավապաշտպան կոչողների, որոնք մարտի 1-ի ժամանակ օրինակ մի վայնասուն էին բարձրացրել ամերիկյան դեսպանատուն նամակներ էին գրում, հեռագրեր էին գրում, վայ մեռանք փրկեք եւ այլն, այստեղ քար դրություն, այսինքն այստեղ ժողովրդի դեմ օգտագործվում է անհամաչափ ուժ եւ հատուկ միջոցներ եւ այստեղ քար դրություն ավելին ես ձեզ ասեմ, ԱՄՆ դեսպանը նույն օրը ողջունել է կարելի է ասել այն ինչ որ արել է ոստիկանությունը եւ բավականին sense աջակցող խոսքեր է ասել ոստիկանության հասցեին, ինչ իմ կարծիքով միգուցե առաջին նայածքից դժվար է այդ երկուսը իրար հետ կապել, բայց օրինակ ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանը, որը մասնակցել է այդ ջարդին, հա, ինքը հիմա մեկնել է ԱՄՆ ու հանգիստ իրանցքում է, այսինքն ոնց որ թե վաստակված ինձ որ թոշակի է գնացել եւ գնացել է հենց ԱՄՆ։ Սա նշանակում է, որ այս ամեն ինչը արվել է առնվազն ԱՄՆ-ի դեսպանատան իմացությամբ, եթե ոչ քաջալերմամբ։ Ինչու այդ ձեր ասած թե դեսպանությունը, թե միջազգային կառույցները լռեցին կամ ավելի շատ տվյալ դեպքում օրինակ դեսպանատունը ավելի շատ ոնց որ թե իշխանությունների ոստիկանության գործողություններում դատապարտելի ոչինչ չտեսավ։ Մինչդեռ հիշում ենք օրինակ 2018 թվականը դրանից առաջ տեղի ունեցող իրադարձությունները միշտ իշխանություններին են քննադատել, այս դեպքում այդ կեցվածքը, այդ վարքագիծը չկար, ինչու։ Դեք այսի ամերիկյան ասացված կա, ասում է, չնայած ինքը սրիկա է, բայց նա մեր սրիկան է, հա։ Այս պարագայում, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասենք արևմտամետ է եւ արևմուտքի շահերն է սպասարկել եւ սպասարկում, իհարկե արևմուտքը չէր կարող իրեն ինչ-որ ձևի նախատել կամ զգուշացնել, հա, որովհետեւ ինքը իրենց այսպես ասենք տղաներ, իսկ այն պարագայում եւ 2008-ի պարագայում եւ 18-ի պարագայում հակառակ կողմը, պետության կողմը զբաղեցնում են մարդիկ, որոնք այդքան էլ արևմտամետ են եւ արևմուտքը ցանկություն ուներ այդ վարչակարգերը փոխել արևմտամետ վարչակարգով, դրա համար աչքը փակեցին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, մենք այդպես էլ չունեցանք հունիսի 12-ի դեպքերով պարլամենտական հանձնաժողով, ինչպես մարտի 1-ի ժամանակ եղել չէ, եւ որտեղ հայտնվել էին Անդրանիկ Քոչարյանը, այն ժամանակ ինքը հանդիմություններ ներկայացնում եւ Սամվել Նիկոյանը, հա, այս անգամ էլ օրինակ կարելի էր, որ արդեն Անդրանիկ Քոչարյանը դերպետության կողմից, Սամվել Նիկոյանը գնար հանդիմության կողմից, ուղղակի հետազոտեն ոնց եղավ, ով է հրամանա տվել կրակելու եւ ոնց եղավ, որ անհամաչափ ուժ կիրառեցին։ Ես ավելին եմ ասում, այստեղ հիմնական տարբերությունն է, որ նպատակ
կողմից կրակեցին լրագրողների վրա։ Տիգրան, ես այդ հարցին դեռ կանադառնամ, թե ինչու ի վերջո այդ հանձնաժողովը չստեղծվեց։ Այս բանին առաջարկում եմ մենք դիտենք Նիկոլ Փաշինյանի եւ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի արդարացումները այդ դեպքերից հետո, որոնք ըստ էության այո արդարացնում էին ոստիկանության գործողությունները։ Խնդրեմ տեխնիկական կազմին սկզբից Նիկոլ Փաշինյանի ելույթը ցուցադրեն, հետո նախկին ոստիկանապետինը։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ եւ պրոֆեսիոնալ եւ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը։ Որոշեցիք, որ դրա անհրաժեշտությունը կա, որ պահից Անկառավարելի էր վիճակը։ Անկառավարելի էր։ Գնայեք կադրերը կտեսնեք, հիմա հարցեր մի տվեք։ Թողեք միջոցառում, թողեք ծառայություն իրականացնենք ժողովուրդ։ Ինչպես սկսեցին վերման ենթարկել։ կարիքը առաջացավ։ Ինչի՞ առաջ։ Կարիքը առաջացավ։ Հարգելի հետևորդներ, ես միայն ավելացնեմ, որ քանի որ այդ օրը ես էլ էի տեղում աշխատում, ես չեմ լսել, որ ոստիկանությունը նախապես կհայտարարեր հատուկ միջոցներ կիրառելու մասին ու նաև ցուցարարներն էին դրա մասին բարձրաձայնում, որ այդպիսի նախազգուշացում չի եղել։ Բայց հիմա Տիգրան կա Նիկոլ Փաշինյանի արձագանքը եւ կա արդեն նախկին ոստիկանապետի արձագանքը այդ իրավիճակի վերաբերյալ, որոնք դա արդարացնում էին, որոնք ասում էին, օրինակ ոստիկանապետը, հա, որ եղել է զգուշացում, դե հիմա չեն լսել, դա իրենց երևի թե խնդիրն է։ Ինչու՞։ Գիտեք, մեծ տարբերություն կա նույն օրինակ մարտի 1-ի դեպքի ու այստեղի, որովհետեւ մարտի 1-ին, օրինակ այս անգամ հունիսի 12-ին ժողովրդի ձեռը արմատուրայի կտորներ չկային, ժողովրդի միջից չէին կրակում ոստիկանների վրա, այսինքն այն վտանգը, կենսական վտանգը ոստիկանությունը չէր սպառնում, որպեսզի իրանք սկսեն օգտագործել այսպիսի միջոցներ, հա, եւ փաստացի ինչ ենք մենք ասում, անհամեմատ անհամեմատ ուժի գործածում էր, որովհետեւ բրբրթում են, հա, մաքսիմում ինչ կարելի է ասել, որևէ հարված ոստիկանին, որևէ քարով խփել, որևէ լեմասում արմատուրով խփել չկար եւ իմաստ չկար այդպիսի ուժ կիրառելու, դրա համար առնվազն եւ Նիկոլ Փաշինյանը եւ Թոշակյանցած Արամ Հովհաննիսյանն իրանք ստում են այդպիսի բան ուղղակի նաև ապացուցեց, որ պահ, եթե նույնիսկ գա դեմոկրատ, այսպես ժողովրդավար ժողովրդական բաստիոնի ղեկավարը հրաման կտա կրակել արդեն ժողովրդի վրա իրական գնդակներով եւ պատրաստ է այր սիրած, որ ինքը հիշատակում է արյան ծովեր, ուրեմն Երևանի փողոցներում ունենալ, իսկ ավարտելով հա մեր այս զրույցը ես ուղղակի երկրային կյանքից մի քիչ անցնենք երկնային վիճակների, հա, որևէ մեկը երբևէ չի խերվել հոգեվորականի վրա ձեռք բարձրացնելու կամ հոգեվորական հայելու, առնվազն այսպես ասենք Վահե Ղազարյանը եւ Արամ Հովհաննիսյանը, որոնք իրենց թույլ տվեցին հարցակվել, հրամաններ տալ, հրամաններ ընդունել նույն Բագրատ Սրբազանի կամ եկեղեցականներին քաշքշել, կաթողիկոս կանգնեցնել ու առնվազն իրենք չվայելեցին, հա, եւ նույնիսկ 1 տարի ավելի իրենք չաշխատեցին, թող մնացած ոստիկանները եւ մարդիկ ուժայինները, որոնք այդպիսի ոչ աստվածահաճո գործողություններ են ընդունում, թող ինչ էլ մտածեն այդ կյանքի մասին։ Եվ ձեր թույլտվությամբ եւս մեկ հարց տամ, ինչու այդ հանձնաժողովը չստեղծվեց։ Իշխանությունները խուսափում էին, որովհետեւ դուք էլ ձեր խոսքում նշեցիք Զարյա տեսակի նռնակի մասին, ասացիք, որ օրինակ այն հետին թվով է օգտագործվել, այստեղ մեջբերեմ, որ առողջապահության նախարարի հունիսի 26-ի նոր հրաման էր արձակվել, որտեղ արդեն կարգավորում էր միջև այս արգելված Զարյա 3 տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ։ Ստացվում է այդ ժամանակ իրենք իրավունք չունեին դա օգտագործելու եւ հետին թվով այդ հրամանը ստորագրեցին, արձակեցին, որպեսզի արդարացնեն այդ նռնակի օգտագործումը։ Տեսեք, այս անգամ իրենք այսպես ասած պարտադրանք չունեն կամ ցանկություն չունեն ընդդիմության ցիլիբիդա անել, ինչպես դա եղավ ընդհանրեն 2008 թվականի մարտի 1-ից հետո, հա, եւ որևէ ճնշում նույնիսկ իրենց վրա չկար, որ այսպիսի բաները պետք է հետազոտել, հետաքննել, իշխանությունների ներկա իշխանությունների մոտեցումը եղել է ինչ կուզենք կանենք, այդ տարբերակով է լինել, մեր դեմ խաղ չկա,
հայտնի Լևոն Տեր-Պետրոսյանական լոզունգով, դրա համար ոչ են հանձնաժողովի կարիք կա, բայց ամեն դեպքում կարող եմ հիասթափեցնել, հա, իշխանավորներին, որ ամեն դեպքում այդ հանձնաժողովը ստեղծվելու է եւ բոլոր մարդիկ, ովքեր հրաման տվեցին անզեն ժողովրդի վրա կրակել եւ անզեն ժողովրդին վնաս տալու, իրենք բոլորը պատժվել են։